Հարգելի հայրենակիցներ, ինչպես հիշում եք, Հայաստան այցելեց Միացյալ Նահանգների փոխնախարար J.D. Vance-ը, որի այցի շուրջ մի հսկայական թատրոն սկսվեց, կեղծիքներ, կեղծված թարգմանություն, խոստումներ, կեղծված խոստումներ եւ մի հսկայական շոու։ Այդ այցի ամենավիրավորական մասը այն էր, որ պարոն Vance-ը գրառում արեց հայոց ցեղասպանության զոհերի մասին եւ հետո ջնջեց։ Մենք արդեն խոսել ենք դրա մասին, թե որքան վիրավորական է, որ նա անհարգեց 1.5 միլիոն հայ նահատակների հիշատակը եւ ակնհայտորեն ենթարկվեց արտաքին ճնշման։ Այսօր ես որոշ աղբյուրներից, որոնք մերձակայ են Թուրքիայի կառավարությանը եւ արտաքին գործերի նախարարությանը, տեղեկություն ստացա, թե ինչպես եղավ, որ պարոն Vance-ը ջնջեց այդ գրառումը։ Այդ գրառումը անելուց հետո անմիջապես նա հեռախոսազանգ ստացավ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներից մեկից, որ իրեն ասեց, որ նա պետք է անմիջապես ջնջի այդ գրառումը, թե չէ Թուրքիան իր աջակցությունը չի տրամադրի Միացյալ Նահանգներին, մասնավորապես հնարավոր գործողությունների համար Իրանի դեմ։ Այսինքն, այս երկիր մոլորակի ամենախոշոր եւ ամենահզոր պետության փոխնախարարը մի վայրկյանում ենթարկվում է Թուրքիայի կառավարության պահանջին, հանձնելով 1.5 միլիոն հայ նահատակների հիշատակի նշելու իր փորձը, անգամ փորձը։ Մի զանգով, մի վայրկյանում Միացյալ Նահանգների փոխնախագահը հանում է իր գրառումը, ջնջում է։ Մեր ամբողջ այդ խոսակցությունները Հայաստան լինելով ամենահին քրիստոնյա երկիր, իր բոլոր խոստումները, Տրամփի բոլոր խոստումները, որ պաշտպանելու են քրիստոնյա հայերին, երբ որ նա ընտրվի կպաշտպանի քրիստոնյա հայերին, որ նա վրդովված է էթնիկ զտման պատճառով, ինչպես Պամելա Հարիսը թույլ տվեց, որ քրիստոնյա հայերին դուրս հանեն Ղարաբաղից, ինչպես ասում էր Տրամփը, ես որ ընտրվեմ, թույլ չեմ տա դա եւ այլն։ Այդ ամբողջը մի վայրկյանում անհայտացավ։ Այսպես կոչված ամենաքրիստոնյա ադմինիստրացիան, նրանք իրենց համարում են ամենաքրիստոնյա վարչախումբը Միացյալ Նահանգների պատմության մեջ։ Մի վայրկյանում այդ ամենը անհայտացավ եւ Միացյալ Նահանգները սուսուփուս ենթարկվեց Թուրքիայի հրամանին։ Մի վայրկյանում փոխնախարարը ջնջեց հայոց ցեղասպանության մասին իր գրառումը։ Հիմա հարց, որը տվեց իմ շատ լավ գործընկեր 168 AM-ից Տիկին Սաթիկ Սեյրանյանը։ Եթե Միացյալ Նահանգները մի վայրկյանում ջնջում է հայոց ցեղասպանության մասին անգամ իր գրառումը, իր փոխնախագահը ջնջում է, ապա ինչպես է մեզ Միացյալ Նահանգները պաշտպանելու, եթե Թուրքիան եւ Ադրբեջանը ինչ որ ռազմական գործողություններ սկսեն Հայաստանի դեմ։ Եթե անգամ հիշատակը 1.5 միլիոն հայի հիշատակը նրանք չեն կարողանում պաշտպանել եւ մի վայրկյանում ենթարկվում են հրամանին Անկարայից։ Մեր հիշատակը ինչ է արժանալու։ Հայաստանի տարածքը, Հայաստանի անվտանգությունը, մեր 120,000 ղարաբաղցիներին տեսակ ոչինչ չարեցին, ոչ մի հետևանք չունեցավ էթնիկ զտումը։ Բայց մեր հետ եթե ինչ-որ մի բան լինի, քանի վայրկյան կտևի եւ քանի հեռախոսազանգ կստանա Միացյալ Նահանգների ղեկավարությունը Անկարայից եւ Իսրայելից, որից հետո իր բոլոր խոստումները լինել Հայաստանի կողքին նա կմոռանա։ Ինչպես են նրանք մեզ պաշտպանելու, եթե մի վայրկյանում ենթարկվում են Թուրքիայի հրամանին, անգամ այդ փոքր սիմվոլիկ քայլը կատարելով 1.5 միլիոն հայ հիշատակը հարգելով։ Այդ հարցը խնդրում եմ ձեզ տվեք այդ հարցը եւ հետո այդ հարցը տվեք այն բոլոր մարդկանց, ովքեր շարունակում են ելույթ ունենալ ՀՄԵԿ-ով, Civilnet-ով, ես չեմ հոգնի, ես անընդհատ ասելու եմ, Factor AM-ով, այդ բոլոր Arm-Lur թե ինչ-որ ուրիշ կանալներով, AM1-ի մեջ այդ կանալով, այդ բոլոր դատարկ խոստումները ու հեքիաթները, որոնք մեզ տրվում են արդեն 8 տարի, 10 տարի, 15 տարի, Ամերիկայի բանակը կգա, Ֆրանսիան կգա, մի հատ հարցրեք, եթե նա մի վայրկյանում ենթարկում է Թուրքիայի հրամանին, հանում է գրառումը, մեզ ո՞նց է պաշտպանելու Միացյալ Նահանգները Թուրքիայից, Ադրբեջանից եւ Իսրայելից, Իսրայելն էլ լինելով Վաշինգտոնի ղեկավարը, իսկ իրական Միացյալ Նահանգների նախագահը դա Նետանյահուն է, դա Տրամփը չէ։ Մի հատ հարցրեք այդ մարդկանց եւ հարցրեք ձեզ